Բարև ձեզ, Economics-ն է եթերում։ Այսօր խոսելու ենք հեռահաղորդակցության ոլորտի մասին։ Այս ոլորտի ռազմավարությունը հիմնարար նշանակություն ունի տնտեսության համար։ Այն թույլ է տալիս կազմակերպությանը, անհատին, ապրանքը ճանաչելի դարձնել աշխարհում, ինչպես նաև ստեղծել կապեր այս ոլորտի կամ այլ ոլորտի ներկայացուցիչների հետ, դարձնել այն ավելի հետաքրքիր գրավիչ։ Այս ուղղությամբ բազմաթիվ հետազոտություններ, ուսումնասիրություններ են բարբերաբար արվում եւ նաեւ Հայաստանում նույնպես կան մի շարք կազմակերպություններ, որոնք ակտիվ ներգրաված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Այս թեմայով խոսելու ենք հաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկի ղեկավար, Team Communications-ի տնօրեն Արմինե Զաքարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Զաքարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Զաքարյան, կարծում եմ մեր հետևորդներին հետաքրքիր կլինի հաղորդակցության ոլորտի մասին տեղեկություններ ստանալ, ինչ է իրենից ներկայացնում, ինչ նպատակներ այն հետապնդում։ Առանց հաղորդակցության կարելի ասել կյանք չկա, կախված է անկախ նրանից, թե դա ծառայությունը, ապրանքը, գովազդային ոլորտում, պետական, յուրաքանչյուր տեղ, նույնիսկ անձնական շրջան մեջ դա շատ կարևոր կոմպոնենտ է եւ առանց դրա իրականում հնարավոր չէ որևիցե մի բան անել։ Հաղորդակցությունը անշուշտ հնարավորություն է տալի մարդու կազմակերպության լավագույն կողմերը ցուցադրել, ինչպես նաեւ թույլ կողմերը թաքցնել անշուշտ։ Եվ դուք այն մասնագետն եք, որը օգնում եք մարդկանց կազմակերպություններին։ Ինչպիսի շուկա ունենք մենք Հայաստանում եւ ինչ խնդիրներով են ձեզ դիմում։ Ես ինքս ոլորտում եմ 20 տարից ավել, որից 15 տարին դիմում եմ եւ 11 տարին ղեկավարում եմ կազմակերպությունը։ Ինչու եմ նշում տարիները, որովհետև փաստացի անցել եմ այդ ամբողջ ճանապարհը, ինքս մասնագիտությունով կառավարման մասնագետ եմ, հանրային կառավարման մասնագետ եմ եւ տեսել եմ, թե ինչ փուլերով է անցել այս ժամանակահատվածում, մոտավորապես կարելի ասել 20 տարվա ընթացքում հաղորդակցությունը, առանձնանալով մարքեթինգից PR-ի հատվածը, հետո էլ ես վերջի ժամանակահատվածում ելի միանալով իրար հետ առանց իրար այլ արդեն հնարավոր չէ հստակ սահմաններ տեղադրել։ Դուք ճիշտ եք, օգտագործվում են տարբեր որպես գործիքներ, մեր հիմնական ծառայություններն են դա PR մարքեթինգը, միջոցառումների իրականացումը, բրենդինգը, իհարկե այս ժամանակահատվածներում ամենակարևորը դա դիջիթալ հատվածն է, նորարար տեխնոլոգիաների կիրառումը այսօրվա դրությամբ իրանց հիմնական գործիքներն են, որոնք որ շատ արդիական են։ Առանց դրանց հնարավոր չէ անել։ Շատերի մոտ դա մի տեսակ հակասական ազդեցություն է թվում իրանց մոտ, բայց իրականում եթե չօգտագործես եւ չգնաս համընթաց այսօրվա զարգացման հետ, դա ոնց որ digital transformation-ի հատված է, դու առաջ չես գնա եւ կմնաս ինչ որ հատվածում ոչ մրցունակ կդառնաս։ Մենք ինքներս կիրառում ենք այդ գործիքները, արդեն կարելի ասել 20 թվականից սկսած տարբեր տեսակի կիրառում ենք գործիքները, բայց չենք մոռանում, որ մարդը միևնույնն է հիմքում է մնում եւ անպայման անկախ նրանից թե ինչ content ենք ստանում, ինչ ուղղությամբ ենք իրան օգտագործում, վերջում միևնույնն է մարդը նայում է եւ առանց դրա հնարավոր չի լինում։ Անշուշտ դուք պետք է ապահովեք այդ զգացմունքային կապը մարդկանց մեջ, կազմակերպությունների միջև նույնիսկ։ Դուք վստահ եմ կունենաք հետաքրքիր այսպես кейսեր, գործեր, որոնք մեծ հաջողություն են ունեցել եւ ինչպես եք նաեւ այդ հաջողության ճանապարհը անցել։ Հաջորդ տարի 20 տարեկան կդառնա թիմը եւ 20 տարիների ընթացքում ունենք բազմատեսակ, բազմազան պորտֆոլիո։ Մենք աշխատում ենք ինչպես միջազգային կազմակերպությունների հետ, այնպես էլ լոկալ բիզնեսների, ՀԿ-ների հետ, ունենք նաև պետական սեկտորի հետ արած բազմաթիվ պրոյեկտներ առանձին։
Հետաքրքիր պրոյեկտներից ինչ կարող եմ ասել, օրինակ ժամանակին մի 2007 թվականին, 8 թվականին դեռևս որ չկար ձմեռային փառատոններ, հիմա շատ են անում, տարբեր տեսակի շատ են անում, ես կարող եմ հանգիստ ասել, որ դիմը առաջինն էր, ով տարիներ շարունակ գաղափարը ստեղծեց ու իրականացրեց ձմեռային փառատոն, մեծ տարբեր տեսակի շքերթներով, դիմը վերականգնեց եւ ամբողջությամբ պատմությունը ստեղծեց Կաղանդ պապի։ Ինչպես գիտեք, Կաղանդ պապը դա մեր հայկական, այո, ճիշտ չի ասել տենց, բայց այո, իրավացի եք ձմեռ պապն է։ Մենք վերակենդանացրեցինք այդ կերպարին, ստեղծեցինք իր հեքիաթը, թարգմանեցինք 4 լեզվով, տպագրեցինք իր կերպարը, իր հագուստը, տնակը եւ այդ ամենը խորհրդանիշն է ձմեռային փառատոնների։ Հիմա տեսնում ենք Սանտաների վազքը, տեսնում ենք տարբեր ինչ-որ հետաքրքիր կոմպոնենտներ, դա եւս եղել է մեր հիմքում եղել է դիմի այդ ձմեռային փառատոնը, որը որ փաստացի երևի մի 7-8 տարի շարունակ մենք դա արել ենք, հետո տարիների ընթացքում արդեն վերափոխեցինք, չարեցինք։ Իսկ եթե հիշեմ պրոյեկտներից, որպես օրինակ կարող եմ օրինակ բերել բոլորից հայտնի Alpha-Farm դեղատների ցանցը, ես ժամանակին դեղատունը մեզ համար հասարակ դեղատուն էր, որտեղ կարելի էր մտնել եւ գնել ուղակի դեղամիջոցներ լավանալու կամ ինչ-որ բանի համար։ Եվ դիմը արեց Alpha-Farm-ի բրենդինգը, եւ այնքան լավ է ստացվել, որ փաստացի տարիներ շարունակ իրանք նույնիսկ եթե ինչ-որ թեթևակի փոլիշ են արել, բայց միևնույնն է հիմնական կոնցեպտը մնացել է։ Փիլիսոփայությունը հետեւյալն է, հասարակ ապտեկա, հենց իմенно սովետական ապտեկա գաղափարից, դեղատնից իրան սարքել խնամքի ավելի լայնացնել, որտեղ որ դու կարող ես գտնել տարբեր տեսակի պարագաներ խնամքի։ Պարտադիր չի հիվանդ լինել։ Ընդհանրապես պարտադիր չի հիվանդ լինել եւ այսօրվա դրությամբ մեծամասամբ դեղատները հենց այդ կոնցեպտով են աշխատում, որ ոչ միայն հաբեր են վաճառում կամ ինչ որ կաթիլներ կամ բաներ, այլ նաեւ դու տարածք է որտեղ որ դու կարող ես խոզանակից սկսած մինչեւ այլ հիգիենայի պարագաներ գտնել։ Այդ կոնցեպտը առաջարկվել է եւ ընդունվել է փաստացի դիմի կողմից։ Հաղորդակցության ոլորտում անշուշտ կան ռազմավարություններ եւ այդ ռազմավարությունը պետք է ունենա նպատակ։ Ձեր ռազմավարությունների նպատակը ինչպես եք դուք չափում քանակական, որակական գնահատականներ։ Ունեք այդպիսի չափամիավորներ։ Մեր հիմնական ծառայությունների հիմքում այս վերջի տարիների այո դա ռազմավարությունների մշակումն է եւ իրականացումն է հաղորդակցության ռազմավարությունների մենք փորձում ենք չափելի անել կախված նայած ինչ ուղղությամբ է գնում, հատկապես իրականացումը ինչ որ ուղղությամբ է լինում, բայց ամենահեշտ չափվողը այսօրվա դրությամբ դա on-line digital հատվածն է, որտեղ մենք ունենք ավելի շոշափելի թվեր, որքան այցելություններ ունեցանք, view կա, like կա, engagement կա, տարբեր տեսակի բաներ կան, իհարկե ունենք այլ գործիքներ, դասական գործիքներ, որոնք որ նաև կիրառում ենք, բայց դա կախված է նրանից, թե ինչ տիպի ծառայություն է կամ ում համար է դա գրվում։ Միջև դա գրվելը, միջև ստրատեգիայի գրվելը մենք անում ենք բավականին լուրջ ուսումնասիրություն, ովքեր են մրցակիցները, ովքեր է թիրախային խումբը, միջև այդ լուրջ հետազոտությունը չի արվում, ստրատեգիան չի գրվում, դա մեկ օրվա գործ չի, դա բավականին երկար process է եւ համապատասխանաբար մենք նայած ինչ ռեզուլտատ է սպասում մեզանից մեր հաճախորդը, մենք արդեն դնում ենք այն KPI-ները եւ փորձում ենք արդեն իրականացման մեջ մաքսիմալ ձևով հասնել մեր դրած նպատակներին։ Այս ոլորտում դուք աշխատում եք երկար տարիներ, անշուշտ նաև բավական մոտիկից ծանոթ եք խնդիրներին եւ խոչընդոտներին։ Կարող եք դրանք մի քանի այսպես կետով նշել, որոնք են դրա ամենահիմնականները։ Լավ հարց էր։ Տարվա սկզբում մենք ինքներս ձեռնարկեցինք հետազոտություն, շուկայի հետազոտություն, որ հասկանանք շուկան ինչի պահանջ ունի, որովհետև փաստացի մենք full scope agency ենք, որը որ տալիս է մի քանի համապարփակ ծառայությունների ցանկ, եւ որպիսի
ճիշտ ձևի տրամադրենք ծառայությունները եւ արդիական լինեն, մենք արեցինք այդ հետազոտությունը։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այս պահին ավելի շատ ծառայություններ նախընտրում է կազմակերպությունը պատվիրատուն ունենալ իր աշխատակազմում, անգլերեն ասածով in-house ունենալ եւ իրականացնել։ Եվ այդ հետազոտության շնորհիվ մենք սկսեցինք այս տարվանից ներդնել նոր սխեմա, որը ավելի շատ վերաբերվում է խորհրդատվական բնույթի կրող։ Եթե օրինակ մեզ պետք է, չգիտեմ, իրավաբանների կամ հաշվապահական խորհրդատվություն, մենք դիմում ենք ժամային կամ օրական ծառայություն ենք վերցնում մենք համապատասխան մարմնից։ Նույն բանը մեր ոլորտի համար, մենք ներդնում ենք խորհրդատվական ծառայություն, կլինի դա միջոցառումների կազմակերպման կամ կոմունիկացիոն մասնագետի, կամ կարող է լինի կրեատիվ լուծումների համար, կարող են կազմակերպությունները, օրինակ, ցանկանալ այդ ծառայությունը, կլինի դա ինչ-որ X ժամային կամ կլինի օրական կտրվածքով եւ արդեն ունենալով իրենց կազմակերպություններում իրենց մասնագետները կողքից ունենալ այլ կարծիք, որտեղ մեր ուժեղ կողմը դա մեր մտքերն է, դա մեր փորձն է, որ մեր կազմակերպությունը ունի, ու մենք հաճույքով եւ սիրով դա ներդնում ենք տարբեր պրոյեկտների մեջ։ Team Communication-ը նաև բավականին գնահատված եւ ակտիվ է միջազգային տեղական մրցույթների ժամանակ։ Նաև վերջերս դուք բավականին պատվաբեր մրցանակ ստացաք հաղորդակցություն, ավանդ եւ ներդրում անվանակարգով։ Այդ մրցանակը ինչ սկզբունքով ձեզ տրվեց եւ նաեւ ինչ անելիքներ ունեք մոտակա ապագայում։ Ինձ համար էլ է շատ ոգևորիչ, երբ որ կապնվեցին ինձ հետ, ասեցին, որ հետազոտությունների արդյունքում արված աշխատանքի եւ պրոյեկտները գնահատելով ես որպես հատկապես տալիս են կին ձեռներեցներին, ես որպես կին լիդեր արժանացա այդ մրցանակին, շատ պատվավոր էր ինձ համար եւ երկրորդն էլ, որ հենց մրցանակը հանձնելուց հանձնեց մեր լավագույն գործընկերներից մեկը, որի հետ տարիներ շարունակ աշխատում ենք, ՄԱԿ-ի գրասենյակի լոկալ ներկայացուցիչ ղեկավարը հանձնեց այդ մրցանակը, դա շատ սենց հուզիչ էր եւ պարտավորացնող, որովհետեւ դա տալիս է այն, որ հետագայում մենք ավելի պարտավորված ենք հետաքրքիր պրոյեկտներ անել, հետաքրքիր նախաձեռնություններ եւ սեփական եւ պատվիրատուի կողմից հանձնարարված անենք եւ շատ այլ մոտեցումներով դիմի հետաքրքիր եւ կարեւորագույն ուղղություն այն է, որ ունի խիզախ մոտեցումներ, ինչ որ չափով վախեցնում են պատվիրատուներին, բայց նաեւ կան որոնք որ վստահում են եւ վերջում գալիս են ու ասում են շնորհակալություն իրականում ու անկեղծ են ասում իրականում վախեցնող էր, բայց մենք ուրախ ենք, որ վստահեցինք ձեզ եւ իրականացրեցինք այսինչ ուղղությունով կամ արեցինք այսինչ բանը, դա շատ հավես է ու լավ է, որ դա վերջում արած աշխատանքի գնահատվում է պատվիրատուի կողմից։ Դուք ունեք հանրային նոր միջոցառումներ հաղորդակցության հետ կապված։ Դուք նշեցիք ձմեռ միջոցառումը, ձմեռային փառատոն։ Այո, ձմեռային փառատոն։ Նման այդպիսի խելահեղ միջոցառում ունեք։ Վերջերս ճիշտն ասած ավելի շատ դեպի, ինչպես ասեցի, գնում ենք ստրատեգիկ ուղղությունը, խորհրդատվական ուղղությունն ենք ավելի գնում, միգուցե մենք էլ ենք ավելի դարձել հասուն եւ այդ շատ այդ դրսի փառատոնային չափահաս կազմակերպություն է եւ դրսի այդ փառատոններից մի փոքր արդեն դեպի պրոֆեսիոնալ մի քիչ դեպի այս ուղղությունն անդրել իհարկե իրականացնում ենք տարբեր տեսակի կոնֆերանսներ, կորպորատիվ միջոցառումներ, դրանք դեռևս շարունակում ենք անել, բայց տենց մեծ միջոցառումներից երևի մեր մյուս գործընկերներ, որ էլի տարիներ շարունակ միջազգային գործընկեր է Եվրոպայի միությունը, որ մենք դիմահանդիսացել է Եվրոպայի միության կոմունիկացիոն թիմը տարիներ շարունակ եւ Եվրոպայի օրերն ենք իրականացնում
Մինչ այդ կարող եմ հիշել դրանց եւս մի քանի տարի առաջ օպերայում շատ մեծ ֆրանկոֆոնիայի village-էր ստեղծվել, դա էլ էր մեր պրոյեկտներից մեկը եւ մենք հյուրընկալել ենք եւ բացի հայկական տաղավարից, որը որ մեր կազմակերպության բանի տակ չէր, մնացած հենց ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչների մեծ տաղավարը եւ ֆրանկոֆոն պետությունների առանձին տաղավարները դրանք ամբողջը sense տեղավորվում էր, զարդարվում էր, համապատասխանեցվում էր իրենց լոկալ ինչ-որ մշակույթին մեր կազմակերպության կողմից, այսինքն այդ ամբողջ միջոցառման կատարողը մենք էինք։ Ձեր կազմակերպության գործունեությունը բավականին հարուստ է եւ դինամիկ աճում եք։ Ինչպես է ձեր կազմակերպությունը օրինակ փորձում լուծել կադրերի հարցը, որը բավականին նաեւ կարեւոր է հատկապես ծառայություն մատուցող կազմակերպության պարագայում, որտեղ պետք է ստեղծագործական միտք, վառվող աչքեր, որ կարողանան լուծումներ գտնել, նոր լուծումներ։ Դուք ինչպես եք այդ խնդիրը լուծում կադրերի։ Կադրերի հարցը Հայաստանում բարդ է գտնել համապատասխան մարդը։ Ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով. մարդուն կարելի է սովորացնել ամեն ինչ։ Կարևորը ինքը լինի լավ մարդ, որ կոլեկտիվը աճի, ոչ թե փչանա իր ինչ որ տարբեր մոտեցումներով, այլ աճի։ Այսինքն, եթե դու լավ մարդ ես եւ ունես այդ զգացողությունը, վստահեցնում եմ ձեզ, կարելի է յուրաքանչյուրին սովորացնել այն գիտելիքները, որոնք որ մենք, ես, մեր մասնագետները տիրապետում ենք։ Շուկան փոփոխվել է այս տարվա սկզբի իրադարձություններից, քանի որ տարվա սկզբին մի քանի խոշորագույն ներդրումային պրոյեկտներ փակվեցին ու փակվեցին շատ անսպասելի։ Խոսքը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես ֆինանսավորումների Այո, ֆինանսավորման պրոցեսներին, որոնց մեծ թվող մասնավոր հասարակական կազմակերպություններ ուղղակի դադարեցին կամ սառեցրեցին իրենց գործունեությունը։ Այո, շատերը մնացին առանց աշխատանքի, դուք իրավացի եք, բավականին մեծ քանակությամբ մասնագետներ մնացին առանց աշխատանք, փակվեցին տարբեր լավ պրոյեկտներ ու այն դեպքում, որ պրոյեկտի նույնիսկ կեսը արված է, մենք եղել ենք այդ դրության մեջ, կեսը արված էր ու շատ դժվարությամբ նույնիսկ այդ արվածի ֆինանսավորումը փորձեցինք ստանալ, բավականին կտրուկ փոփոխություն էր, որտեղ ֆինանսավորումը ու պրոյեկտներն էլ էին շատ հետաքրքիր, միանգամից սենց դադարեց եւ շուկան սենց վերափոխվեց։ Այսօրվա դրությամբ մենք փաստացի մրցակցում ենք եւ այդ լավ մասնագետների, որոնք որ այս պահին շուկայում են, եւ անհատների հետ, որոնք որ երեք սովորել են, այսօր արդեն իրենց մասնագետ են համարում, եւ մերպես կազմակերպություններին, որը որ ինձ համար ամենալավն է առողջ մրցակցության շեմն է, չեք հավատա, եւ AI-ների հետ։ Այսօրվա դրությամբ մենք մրցակցում ենք բոլոր տեսակի բաների հետ։ Այսինքն արհեստական բանականությունը բավականին մրցակից է դարձել ձեր նման կազմակերպությունների համար, քանի որ մարդիկ երբ որ չգիտեն ինչ են ուզում, միանգամից հարցնում են AI-ին։ Օրինակ, ինչպես կապնվել այս մարդու հետ կամ ինչպես ազդել այս գործընթացի վրա։ Օրինակ, դա եւս այսպես հուշում է AI-ը։ Այո, այդ առումով բավականին դժվար վիճակում եք հայտնվել, որովհետեւ AI այսպես բավականին ուժեղ դիրքերով գալիս է առաջ։ Օրինակ, դուք ինչպես եք փորձելու AI-ին հաղթել մրցակցության դաշտում։ Մենք իր հետ մրցակցության մեջ չենք մտնում։ Մենք մեր ոնց նշեցի, մենք մեր առօրյայում օգտագործում ենք AI-ի տարբեր տեսակի գործիքներ եւ օգտագործում ենք, որպեսզի արագացնենք ժամանակը, օպտիմիզացնենք, ինչ որ հետաքրքիր ուղղություններ։ Մենք օրինակ ունենք տրեյնինգ ինչպես օգտագործել AI-ը առօրյա եւ կամ կոմունիկացիայի մեջ։ Նույն մասնագետները, ովքեր հարցումներ են անում,
AI-ին ոչ միշտ են ճիշտ ձևով հարցումները տալիս, դրա համար պատասխանները ճիշտ չեն տալիս։ Այս վերջերս մենք մի միության համար հատուկ փոքրիկ տրեյնինգ արեցինք, թե ինչպես է պետք հենց հաղորդակցության ոլորտում օգտագործել AI-ի գոնե basic հասարակ հատվածով, ինչպես է պետք օգտագործել առօրյայում, որպեսզի կազմակերպությունները կարողանան ճիշտ ձևով դա օգտագործել։ Դրա համար եմ ասում, մրցակցել պետք չի, բայց միևնույն է հաշվի ենք առնում, որ նա ինչ որ չափով կոնկուրենտ է, որովհետև կազմակերպությունը, որը որ ծառայության կարիք ունի, ունենում է ինչ որ չեմ ասի շատ բարձր, ինչ որ միջին բանի մասնագետ, որը որ փորձում է օգտագործել AI tool-ը, կարող կամ ինչ որ ձևի եւ դրանով սահմանափակվում են։ Բայց նույն այդ հետազոտությունը ինչ մեզ ցույց տվեց, ակնկալիքները մերպես տիպի կազմակերպությունից բավականին մեծ են, ուզում են կրեատիվ, հետաքրքիր լուծումներ կարճ ժամանակում անպայման, որտեղ երեք պետք եւ պետք է անպայման ցավոք սրտի գինը, ասում են չի ազդում, բայց ի վերջո գինը ազդում է։ Դրա համար երբ որ մենք մրցում ենք անհատների հետ, հնարավոր չի կազմակերպությունը, որ ունի 15-20, 25 աշխատակից, այդ հիմնական մենք ունենք պլյուս նաև փորձագետների մի խումբ։ Այդքանի հետ միասին դու չես կարող մրցես անհատի հետ, ով որ ոչ օֆիս ունի, ոչ բան ունի, տնից ինչ որ ծառայություն է տալիս։ Եվ կազմակերպություններ կան, որոնք ստիպված են ցածր բյուջե տվել, մենք իր հետ ենք գնում, կամ չգիտեմ, այսպես է կամ այնպես է, եւ այդ 3 բանը՝ որակ, արագություն եւ գումար, որ բյուջետային իրար հետ չի համապատասխանում։ Ինչ որ մեկը պետքա զիջի կամ լինի արագություն եւ որակ, բայց այդ դեպքում արդեն price-ը բարձր է լինում, կամ լինի հակառակը եւ այլն, փոխզիջման գնալ։ Եվ դժվարը այն է, որ մեր պատվիրատուները ճիշտ ձևի կարողանան ասել, թե ինչ է իրենց հարկավոր, որտեվ խնդիրները ամբողջությամբ ճիշտ ձևի չի նկարագրվում, եւ վերջում, երբ որ սկսում ենք գործընթացը, սկսում ենք աշխատել, ինչ որ ռեզուլտատ ենք ստանում, բացվում է կամ ընթացքում, բացվում է այդ ինչ որ իրանք պատկերացնում են։ Էդ էլ է պատճառը, որ իրանք ուզում են, որ իրանց թիմի մեջ լինեն մասնագետները, որ ոչ թե կոմունիկացվեն, այլ ասեն իրենք իրականացնեն։ Դա համ ուզում են, որ խիզախ մտքերով գաս, համ միևնույնն է, ոնց որ կոնֆլիկտ է ստացվում, համ ուզում են, որ իրենց ասածները գնան առաջ։ Շնորհակալ եմ Տիգին Զաքարյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք հաղորդակցության ոլորտի մասին, այն բավականին հետաքրքիր է, նորարարական, որտեղ գործում է ստեղծագործական միտքը, աշխատանքը, անշուշտ այնտեղ եւս կան բավականին հետաքրքիր երևույթներ, խոչընդոտներ, որոնք լուծելու պարագայում կարծում եմ ավելի մեծ արդյունքների կարող ենք հասնել միասին։